թիվն ավելի մեծ քան որը։ Ես ավելի մեծ է, քան ես։ Հա դե ճիշտ չի արի, մեծ ստոպրադասը։ Աննան էլեկտրոնային գրատախտակին հեշտությամբ լուծում է իրեն բարդ թվացող հավասարումը։ Խնդիրը խաղի է վերածվում, անհայտն էլ հանելուկի։ Առաջադրանքը 4-րդ դասարանցին կատարում է ընկերների օգնությամբ։ Առաջինը 5-ով է սկսվում, իսկ երկրորդը 2-ով։ Խմբային աշխատանքը Սոկրատ Մկրտչյանի դասավանդման սկզբունքներից է։ Նա է առաջինից 4-րդ դասարանի մաթեմատիկայի դասագրքի համահեղինակը։ Միմյանց չճանաչող աշակերտները բաց դասի առաջին րոպեներին ընկերանում են ու միմյանց հետ հեշտությամբ լուծում մինչ այժմ դժվար թվացող հավասարումները։ Հետո անցնում են բարդ խնդիրներին։ Ինչպես որոշել 3 ժապավենների երկարությունը կանոնը օգտագործելով միայն 2 անգամ։ Երեխաները պատասխանը շուտ են գտնում։ Առաջինը 10-ամյա Էդմոնն էր։ 2 անհայտով խնդիրը լուծում է 10 րոպեում։ Եթե կանաչը վարդագույնից 2-ով էր ավել, ուրեմն կանաչը կլինի 82։ Բաց դասը օգնում է նկատել դասագրքի թերություններն ու լրացնել այն նոր օրինակներով, ասում է Սոկրատ Մկրտչյանը։ Նրա դասագրքերով մաթեմատիկային սովորում նաև ԱՊՀ մի շարք երկրներում։ Մկրտչյանն իր փորձով գիտի, հայ աշակերտները ամենաընդունակն են։ Ասում է, որ դասավանդման իր մեթոդն արդյունավետ է։ Աշակերտները եւ գրագետ են, եւ շփվող, եւ ընկերասեր։ Եթե մենք այսօր բարձր տեխնոլոգիաները չկիրառենք դպրոցում, մեր դպրոցները հետ կմնան։ Եթե մի քիչ խորը մտածենք, կտեսնենք, որ այսօր դպրոցը առնվազն 1-2 տարի աշակերտից հետ է մնում։ Աշակերտը այն գիտելիքները, որ կյանքում իրան պետք է, ավելի շուտ է ձեռք բերում, քան դպրոցն է նրան տալիս։ Բաց դասի շնորհիվ աշակերտներից ոմանք ընտրում են իրենց ապագա մասնագիտությունները։ Էդմոնն այլևս չի խուսափում մաթեմատիկայի դասերից, իսկ երբ մեծանա զբաղվելու է ճշգրիտ գիտություններով։ Սրանից հետո գնամ տուն, արդեն այն առաջադրանքներն ավելի Բաց դասն ավարտվում է, սկսվում է մաթեմատիկայի դասագրքի նոր էջի մշակումը։ Աշակերտների հետ ամեն մի շփում մեկ առանձին խնդիր է դառնում այս գրքում։ Արսեն Դումանյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։